Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Հայր մեր, որ հեչքինս ես, սուրբ եղեցի անունքո, եկես է արքայություն, եղեցին կամքո, որպես հեչքինս և հեչքրին, ըսհաց մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր որպես և մեկ թողում բերոց վարտապանած, և մի տանիրս մեզ ի փորձություն այլ փրկյաց մեզ իչարեն, սիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, Ալելույա, ալելույա, եթե ոչ Տեր շինես տուն, ինանիդ վաստակին շինող նորա, եթե ոչ Տեր պահես քաղաք, ընդունայն տկնին պահապանք նորա, այսօր երկնայինք նորախացան ընդ երկրավորած նորոգման, քանզի նորոգողներից հոգին էջ իսոր պենատուն, որով նորոգեցան, Ոչ ասեն արկես չարկ և տանջանք մի մերձեսինի հարկսկում, Ալելույա օրդի խաղաղություն ամենեցուն, և ընդհոք պույթքում երկյուղացությամբ տվարուկ,
Սրբո ավետարանիս Հիսուսի Քրիստոսի, որս փուկասում, հարթ քեզ Տեր Աստված մեր, պրոսխում է ասե Աստված, Տերն մեր Հիսուս Քրիստոս, օշնեսի և սրբեսի հացս աղես ջուրս, և դպրոցս այս նշանով, Սուրբ խաչից և Սուրբ ավետարանավս և ավորը շնորհիվ անվամ, Հոր և Որդու և Հոգուի Սրբով, այժմ և միշտ և հավիտյան հավիտենից, ամեն, ալելույա, 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 օշնեսի և սրբեսի հացս աղս ջուրս, և դպրոցս այս նշանով, Սուրբ խաչևս և Սուրբ ավետարանավս և ավորը շնորհիվ անվամ, Հոր և Որդու և Հոգուի Սրբով, այժմ և միշտ և հավիտյան հավիտենից, օշնեսի և սրբեսի հացս աղս ջուրս և դպրոցս այս նշանով, Սուրբ խաչևս և Սուրբ ավետարանավս և ավորը շնորհիվ անվամ, Հոր և Որդու և Հոգուի Սրբով, այժմ և միշտ և հավիտյան հավիտենից, ամեն։ Օրհնություն և փառք Հոր և Որդու և Հոգուի Սրբով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Սուրբ խաչիվս աղաչես ու կստեր, սովավ փրկես ձեզ մեզի մեղած, և կեցուս ձեր շնորհիվ ողորմության, յուրո ամենակալ Տեր Աստված մեր կեցու է ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա, օրհնյա, ուսումնական հաստատությունս, տնօրենությունս, ուսուցիչս, ներկա հավատացյալս ընթովանյալ, Սուրբ և պատվական խաչը որդովի խաղաղության, փրկե ազատյա հերևելի և աներևույթ թշնամույն, արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընթոր և ընծրփող գույն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, որ փորձությամբ անվրդով կերպով վայելեն իրենց աշխատանքի արդյունքը գոհությամբ և ուրախությամբ։ Օրհնիր այս դպրոցը և այն հեռու պահիր ամեն չարիքի մեծ ուրախություն ունենք այսօր, որ միասնաբար հավաքվել ենք այստեղ ևս մեկ ուսումնական հաստատության, օրհնության առիթով։ Քիչ առաջ մենք Սաղմոս ընթերցեցինք, որում ասվում է, եթե Տերը չպահի տունը, զուր տեղ կհոգնեն այն շինողները, և եթե Տերը չպահի քաղաքը, իզուր տեղ արդյուն կմնան նրա պահապանները։ Այո, եթե Աստված չի օրհնում որևէ բան իզուր է։ Եթե մենք Աստծուց օրհնություն չենք ուզում ինչ-որ մի առիթով, ինչ-որ մի բան կառուցելիս, ինչ-որ մի բան ստեղծելիս, իզուր ենք հոգնում, որովհետև առանց Աստծո օրհնության ոչինչ չի կարող լինել այս երկրի վրա։ Եվ մեծ ուրախություն ունենք, որ դուք հենց այդ Աստծո օրհնությունն եք ուզել բացմանից որից, որպեսզի Տերը օգնական ու պահապան լինի այս ուսումնական հաստատությանը, իր տնօրինությամբ, իր ուսուցչական անձնակազմով։ Մեր աղոթքներն էին, որ այն ջանքերը, այն աշխատանքը, որ կատարել եք, որպեսզի այս ուսումնական հաստատությունը, այս հաջողության դպրոցը բացվի և գործի, իր արդյունքը տա շատ արագ, որովհետև մեծ կարևորություն ունի այսօր կրթությունը։ Եվ մեր Տերը մեծ կարևորություն էր տալիս մանուկներին, ասում էր նրանցն են երկինքի արքայությունը, նրանցն են դրախտային կյանքը մանուկներինը։ Եվ մենք պարտք ունենք մեր մատաղ սերնդին մանուկներին դաստիարակել աստվածահաճո, Աստծուց մեզ տրված բոլոր շնորհները իր գործ դնենք, որպեսզի այն մանուկները, որ այս ուսումնական հաստատությունից դուրս կգան, դառնան լավ մասնագետներ, լավ մարդիկ մեր հայրենիքի համար, իրենց ընտանիքների համար ու մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար, ամենակարևորը։ Վստահ եմ, որ
Ոչ միայն այս օրվության, որով մենք կբավարարվենք, այլ նաև հաճախակի կայցելենք այստեղ երեխաներին եւ հաճախակի նաև զրույցներ կունենանք մեր եկեղեցու մասին, նաև բարոյա հոգեբանական տարբեր այլ առիթներով զրույցներ կունենանք փոքրիկների հետ։ Հուսամ իրականում այս օրվությունը, որ ստացավ այս հաստատությունը ի գործ դեպի առաջնորդի ձեզ բոլորի։ Եվ այս որոշեցինք ուզեմ, որ բոլորեք այս ջրից և նաև հացից ճաշակեք, միասնական օրհնությամբ սկսեք նաև այս դպրոցի աշխատանքները։ Իրոջ օրհնությունը, պահպանությունը ձեզ հետ լինի, շնորհավորում եմ կրկին անգամ, հուսանք հենց անունն էլ հաջողություն կբերի իր բոլոր և դիմողներին, աշակերտներին և հետագայում նաև բոլոր մասնագետներին։ Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունը ինքնին կյանքն է։ Եվ այսօր մեր կյանքի դպրոցը իր հյուրընկալ դռներն է բացել բոլոր սովորել և զարգանալ ցանկացողների առջև։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս այսօրվա առթիվ, այս գեղեցիկ օրվա առթիվ եւ նաեւ նշեմ, որ որդեգրելով կրթության այլընտրանքային մոտեցում, մեր կրթահամալիրը հնարավորություն է տալիս բոլոր կյանքի մարտահրավերներին ձեռք բերել մրցունակ քաղաքացիներ, մրցունակ մարդիկ։ Եվ ներկայացնենք իհարկե փոքրինչ մեր դպրոցի ծրագրերը, ինչ ծրագրերով եք առաջնորդվելու, ինչ ծրագրեր եք ունենալու մեր դպրոցում կրթական համալիրում։ Այսպիսով մեր դպրոցը ունենալու է հետևյալ դասընթացները։ Ամառային դպրոց, որը 6-ից 13 տարեկան երեխաների համար է ներառված, ծրագիրը ինքնին ներկայացնում է 2 անգամյա սնունդ, ինտելեկտուալ խաղեր, ուսուցողական խաղեր, դասապատրաստում, նկարչություն, ավազաթերապիա, շախմատ, էթիկայի դասեր, ֆիլմերի դիտում, հոգեբանի հետ զրույցներ, ընթերցանություն, էքսկուրսիաներ եւ իհարկե զբոսանք։ Սա մեր ամառային դպրոցի ծրագիրն է։ Պատրաստում ենք դպրոցին, հիմնականում պետք է նշեմ, որ ոչ միայն առաջին դասարանցիների համար, այլ նաև առաջինից բարձր դասանի երեխաների համար է նախատեսված, որոնք կսովորեն տարաճանաչություն, մաթեմատիկա, օտար լեզուներ, բանավոր խոսքի զարգացում, տրամաբանություն և մտածողության զարգացում, հոգեբանական խմբակ, կապկու կամ կրթության առանձնահատուկ երեխաների համար, հատուկ կրթական ծրագիր, հեքիաթաթերապիա, ավազաթերապիա, երաշտաթերապիա և հատուկ խաղային ծրագիր։ Ինձ թվում է կապկու երեխաներին մենք մեր կյանքում պետք է առավել տեղ տանք, որովհետև նրանք ամենից շատ ունեն մեզնից յուրաքանչյուրի կարիքը։ Հուզական ինտելեկտ և լիդերություն, դասընթացը վարելու եմ հենց ես, գործելու է տարիքային 2 խումբ, 10-ից 17 տարեկան երեխաների համար նախատեսված եւ իհարկե 18-ից բարձր այն անձանց համար, ովքեր կհետաքրքրվեն հետեւյալով։ Դասընթացի նպատակն ու ծրագիրն է սեփական վարք հարաբերությունները կառավարելու հմտության ձևավորում յուրաքանչյուրիս մոտ, սեփական եւ նաեւ մյուսների էմոցիաները հասկանալու կարողություն, այսինքն փորձելու ենք լինել էմպաթիկ, սթրեսին չտրվելու և առավելագույնս խարիզմատիկ լինելու հնարավորություն, իրավիճակը ճիշտ ընկալելու և դրա վրա ազդելու հնարավորություն, ինչպես նաև մարդկանց սպասելիքները և մտադրությունները կռահելու կարողություն և լիդերին հատուկ վարք ու հատկանիշներ։ Անգլերենի դասընթացները հիմնականում նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար, դասընթացի նպատակն է ձևավորել անգլերեն գիտելիքներ դիմորդների համար, քերականության ուսուցում, բանավոր անգլերենի ուսուցում, անգլերեն լեզվի սիրողական խմբակ, բիզնես անգլերեն և անգլերենի դասապատրաստում։ Ինչպես նաև ֆինանսական կրթություն փոքրերի համար, տարիքային խումբը 10-ից 17 տարեկան երեխաների համար նախատեսված, որը հնարավորություն կտա առաջնորդ դառնալու ճանապարհը բացահայտել միասին, բիզնեսի ստեղծման հիմնական փուլերն ու կանոնները սովորել սերտելու հնարավորություն կտա, բիզնես գաղափարների ձևակերպում, ֆինանսների կառավարում, բրենդ հասկացություն, որոնք են դրա մշակման գործիքները, թիմային աշխատանք, ձեռնարկատիրական գործունեության առավելությունները և թերություններ, ինչպես նաև դասընթացի ավարտին կկարողանանք ձեռք բերել սեփական բիզնեսի նախագիծը։ Տրամաբանություն և լոգիկա նախատեսված է 7-ից 13 տարեկան երեխաների համար, դասընթացի հիմնական նպատակներն են երեխաների մոտ զարգացնել մաթեմատիկան և տրամաբանությունը, մաթեմատիկական վարժությունները, մաթեմատիկական խաղերը, տրամաբանությունը կփորձենք կապել մնացած առարկաների հետ։
Էթիկետի դասընթացներ 8-ից 13 տարեկան երեխաների համար նախատեսված խմբակը հնարավորություն կտա ձևավորել ճշտման մշակույթ, ճաշարանային եւ ռեստորանային էթիկա, վարքեր եւ իմիջ, զգեստապահարան, հյուրընկալություն, հանգստի էթիկա եւ էթիկան ընտանիքում, կարևոր մոդելում։ Ինչպես նաև աշխարհաճանաչում փոքրիկ տուրիստների համար, հենց փոքրիկ տուրիստա կոչվում դասընթացը, նախատեսված է 8-ից 13 տարեկան երեխաների համար, որի ժամանակ փորձենք ծանոթանալ քարտեզին, ուսումնասիրենք երկիր մոլորակի բացահայտված, նաև չբացահայտված կետերը, ծանոթանում ենք բոլոր երկրներին, նրանց տնտեսությունն ու մշակույթը, ծանոթանում ենք օվկիանոսներին, ծովերին, ծոցերին, լճերին եւ գետերին, ինչպես նաև բացահայտում ենք երկիր մոլորակը միասին։ Այսպիսով խոսքը նաև ուզում եմ նշել, որ հենց դասընթացը սկսում ենք 6 տարեկան երեխաների հետ միասին, դասընթացի ժամանակ մեր հմուտ մանկավարժների միջոցով երեխաները հնարավորություն կունենան դպրոցում այն ինչ որ թերի է մնացել կամ լավ չեն զտել, մեր հմուտ մասնագետներ կօգնեն նրանց լավ ընկալել այն ամեն ինչը, հնարավորություն կտալ հասկանալ հոգեբանական խնդիրները, ձեռք կբերեն լիդիալին բնորոշ գծեր, ինչպես նաև կարողանան հաղորդակցվել անգլերեն լեզվով եւ իհարկե դպրոցում հավասար իրավունքներ կընձեռվեն, նաև շատ կարևոր ինչպես արդեն նշեցի, կապու երեխաների համար դպրոցում հավասար իրավունքներ կստեղծվեն հենց կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար։ Եվ ինչպես նշել է Էդվարդը, պետք է նշենք, որ երեխայի համար, երեխայի ուսուցման նպատակը ոչ թե ձեռք բերել գիտելիքներ դպրոցի համար, այլ նրանց պատրաստել կյանքին։ Իսկ մեր դպրոցի գաղափարը, մեր դպրոցի կանոնը, այսպես ասած, դա սովորել ոչ թե դպրոցի համար, այլ սովորել հենց կյանքի համար։ Շնորհակալություն շատ։ Ես ուզում եմ հավելել նաև, քանի որ նշված է շարունակելի, կավելանան կետերի խմբակներ ու առաջ կան նախատեսվում են երկու խմբակ, հայրենագիտություն եւ թուրքագիտություն, որ մեր երկրի համար առաջնային երեխաներին սովորեցնել հենց մեր թշնամու լեզուն։ Առաջնային խմբակները դրանք են լինելու։ Հասկալ է։ Մենակ թուրքագետ մասնագետ հիմնականում կենտրոնացված են Երևանում։ Մենք ունենք այդ մասնագետ, ինքը այս տարի ավարտել, համաձայնվել է, որ դա հենց մեզ մոտ աշխատի։